Ելենա Արշակյանի «Հարսնազորի լեգենդը» հեռուստասերիալում Լալան ի վերջո արձագանքում են Նարեի ուղարկած նամակին։ Նրանք սկսում են նամակագրություն, նախ զուսպ, ապա օրեցօր ավելի անկեղծ ու ջերմացող։ Նարեն անում է ամեն ինչ, որպեսզի համոզի հորաքրոջը վերադառնալ տուն։ Նա ցանկանում է ընտանիքը վերամիավորել եւ վերականգնել անցյալում կորսված կապերը։ Անիկը սակայն խիստ անհանգստացած է այս նոր զարգացումներով։ Նրա ներսում վախ կա, վախ անցյալի ուրվականների վերադարձից։ Նրա համար Լալայի վերադարձը, որքան էլ մարդկային իմաստով կարևոր է, կարող է նոր սպառնալիք դառնալ իրենց ընտանիքի հին ու դեռ չբուժված վերքերի համար։ Բայց Նարեն անսասան է իր որոշման մեջ։ Նա ասում է, որ ոչինչ, ոչ ոք, ոչ մի խոչընդոտ իրեն չի ստիպի խզել կապը Լալայի հետ։ Անիկը տեսնում է, իր աղջիկը մեծացել է, կայացած է ու հաստատ քայլերով գնում է դեպի իր ճշմարտությունը։ Քիչ անց իրավիճակն ամբողջովին փոխվում է։ Արմոն, ինչպես սովորաբար, իր տուն չունենալու հանգամանքով մշտապես հայտնվում է Սակոյի տանը։ Այս անգամ եւս նա այնտեղ է, երբ խոհանոցից դուրս է գալիս խիստ հուզված Անիկը։ Նրա աչքերում անսահման անհանգստություն։ Նա հայտնում է, որ վատ լուր կա, քաջիկը գտնվում է հիվանդանոցում եւ վիճակը ծանր է։ Լուրն արագ լարում է ողջ մթնոլորտը։ Արմոն համարյա թե միանգամից ընկնում է մտքերի մեջ, սառը հաշվարկի։ Նրա մեջ վազում է ոչ թե մտահոգություն, այլ հարց, ինչպես կարելի է այս ամենը վերածել մանիպուլյացիայի, ինչպես օգտագործել այս իրավիճակը ուրիշների դեմ։ Սաքոն առանց վարանելու պատրաստվում է մեկնել գյուղ։ Նրա հետ գնում են Վրամը եւ իհարկե Արմոն։ Երբ նրանք հասնում են տեղ, պարզվում է, որ քաջիկը պարզապես վատացել է, ընկել է եւ վնասվել։ Իրավիճակը ողբերգական է, բայց ոչ հստակ։ Հենց այս անորոշությունն էլ Արմոյի համար դառնում է մանիպուլյացիայի դուռ։ Նա անմիջապես սկսում է հարցեր տալ Սակոյին, իբր պարզելու համար արդյոք սա պարզապես ընկել էր, թե մեկի միջամտության արդյունքը։ Սակոն բացատրում է, որ ինքը որևէ մանրամասն չի գիտակցել, բայց Արմոն շատ հստակ ակնարկում է, թե հնարավոր է քաջիկին ինչ որ մեկը հրել է։ Այդ միտքը նա պահում է նաև ոչ միայն իր մեջ։ Քիչ անց այդ նույն կասկածը հայտնում է նաև Նարեին, այս անգամ արդեն ավելի բացահայտ։ Ասում է, սա պատահականություն չէր կարող լինել եւ վստահաբար նշում է մեղավորը Հայկն է։ Ըստ Արմոյի, Հայկը ցանկացել է մեկ ընդմիշտ ձերբազատվել քաջիկից, հաշվի առնելով, որ վերջինս կարող էր բացահայտել Աշոտի սպանության հետ կապված ճշմարտությունը։ Նարեն սկզբում շփոթվում է։ Նա ընկնում է հոգեբանական լաբիրինթոսների մեջ, փորձելով հասկանալ, արդյոք Արմոն ասում է ճշմարտություն, թե պարզապես շարունակում է խաղալ իր կեղտոտ խաղերը, հերթական անգամ բոլորին իրար դեմ հանելով։ Այս փուլում արդեն պարզ է դառնում, որ Արմոն ոչ միայն փորձառու մանիպուլյատոր է, այլև գերազանց ռազմավար։ Նա յուրաքանչյուր իրադարձությունից ստեղծում է հարմար դաշտ իր նպատակների համար եւ անսխալ ձևով շարունակում է իր գիծը, առանց զգացմունքների, միայն շահի ու ազդեցության գծով։ Աշմետ ժամ կասես։ Հեծած կեսը աղբերես։ Հեծած կեսը, հասկաց, ներսը։ Տոլման, այո, ստոր։ Այո, տոլմա, Մարիամ Իջարից մի քանի հատիկ բան է մեջը, սովորական ինչ հրանձով էլ կա մեջը։ սուտ տոլմա։ Հա, մի քանի Ես որ ինքը ինձ նորմալ մամայություն անում, հանգիստեր եք պատրաստել է, աղցանով, բանով, ամեն ինչով, տեղին։ Սպասիբա։ Պորտիկացի հեչ լավ է, չէ՞։ Ով ասեցի։ Դե ինչ էիր ասում, ասում էիր, տունը ճաշով։ Տիկին Անիկ, տակ ճաշով տղամարդը։ Որ չեմ պահում, չեմ պահում։ Տակ ճաշով, բայց դե փոքր եք, մի օր կհասկանամ։ Երիտասարդ աղջիկ է, երեք։ Գոնե համամով է։ Մառոժին համովա։ Այսօր ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստել ենք շոկոլադե ֆանդան։ Ամ լավ քեկ։ Ուզում եմ նշել, որ առաջին անգամ ենք պատրաստում։ Այն միջալուց այդ դառը շոկոլադը որոշու վրա հալեցնենք, ավելացնում ենք կարակ։ Չաղանալու ենք ամեն դեպքում։ Հալացնում ենք, հարակնում շոկոլադը։ Պետք է ձուն խառնենք շաքարի հետ։ Ավելացնում ենք արդեն շոկոլադը, ու ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր վանիլին։ Քիչ է լավ։ Աղ ինչի համար։ Կա, բացում է համը։ Կա ու աղել լինի վերջում։ Կարող ինչ որ մարդիկ ասեն, որ սխալ ենք սարքել, բայց
Կարող է նաև սխալ ենք զարգել, վերջի բացառվող։ Տարբեր բաղադրատոմսեր են փորձել, նույնիսկ Ճանոթ ChatGPT-ին եմ հարցրել, դուր չեմ ասում։ Հա, դա բարեմ շփվում էր ChatGPT-ի հետ, ես որ եկա։ Մի փոքր պետք է լինի կապան։ Տեսնում եք նայես 4 մասի, այսպես։ Դեղա։ Կիբա տեղափոխում ջար։ Ճեպներն հաշվում եք։ Մեր մոտ չստացվեց ճիշտ ձևով ստանալ։ Չի բացացել ուղարկի, չգիտեմ ինչ, երևի լավ չենք արել ինչ-որ մի բան։ Չի ծորում։ Ինչա, շոկոլադե բլիթ։ Մառոժնին ու մալինյան համով է։ Մար լիսի շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Շեշվա։ Քո սիրած ուտեստը, Սպապաս։ Վայ, մամայ սարճին եմ սիրում սպաս։ բորշ, Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք էր չափել իմ ոտկատեղը, ես չափեցի եւ հիմա դա ինձ սարսափելի քիչ 81 սանտիմետր 81 սանտիմետրը իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակը։ Այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղարի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար եւ մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահ, բան ստացվեց, բայց